Եվ այլն, և իրոք ես վստահ եմ մեր ազգի վրա, որ ինչ-որ բաշի բուզուկներ, անկախ իրանց թվաքանակից 90 միլիոն թուրքյանա, թե 18, թե 20 միլիոն ազերբայջաններն են կամ եսին ինչերն են, իզորու չեն համաշխարհային աջակցության պայմաններում հայ ազգին վերացնել, որովհետև համաշխարհային հանրությունը գիտակցում է, որ այս հային, հայի գենը կորցնելը, դա կործանարար է ամբողջ աշխարհի համար։ Թող սա գիտակցի եւ Խլամ Ալիևը, Խերդոխան, Ռեջեփա, չգիտեմ ինչ Զիբիլա, եւ իրանց կամակատար ինչ-որ Նիկոլիկ, որը այս ամեն ինչի մեջ մի հատ ոնց ասեմ, միկրոբա, վիրուսա, թող ինքը լավ հիշի իր տգինի հետ, որ չուլանից է ինքը դուրս եկել, իր տան պատերի վրա ինչ է գրած եղել, այսօր ինքը ոտնձգություն է անում մեր սուրբ առաքելական եկեղեցու վրա, ես ոչ թե Գարեգին Բեի պաշտպանն եմ կամ մյուսի, եկեղեցականը չի մեր հավատքը մեր եկեղեցին է։ Մենք ունեցել ենք Խրիմյան Հայրիկ, մենք ունեցել ենք Վազգեն առաջին, որոնք իրոք մեր առաջնորդներն են եղել, եւ այսօր այդ կոչեցյալ Գարեգին Բեն, եթե ռուսական գործակալ չի, նա այսօր մի բառով, մի կոչով, նզով հայտարարելով կարար Նիկոլին սրբեր այն ջրհեղեղի պես կոչանելով ոտքի հայ ազգին սրբեր այս սրբապիղծ ընտանիքին այդ ալեննորով այդ եղջերուներով բոլոր քպեական քեմալական քայլառաստ ուսապարկերով բայց ոգևորությունից մի կողմ դնեմ շատ ավելի խաղաղագիստ ավելի խախանդասեմ մեր հայ ազգը եղել է կա այս աշխարհի քրիստոնեական աշխարհի հիմքում դրված է եղել է կա եւ լինելու է եւ մեզ հնարավոր չի ոչ մի Էրդողանով ոչ մի Թուրանով ոչ մի պուտինական ինչ որ մոլագար երազանքներով մեզ վերացնել այսքանը ես կասեմ կներեք շնորհակալություն ուշադրության համար Շնորհակալություն մի հարցում ունեի մի քիչ առաջ որ ես հեռանամ որ դուք պատմում եք որ բարձրանում եք կղզի բարձունքները եւ ամեն անգամ ունենում եք այդ զգացմունքը աշոտ երկաթի շունչն եք զգում Իսկ գիտեք ինչն է իրոք շատ է հետաքրքիր թե Եթե կարող եք, ասենք, արտաբերեք, մեկնաբանեք այդ ձեր զգացմունքը հնարավորինս, ինչ եք զգում, ոնց եք զգում այդ ամեն ինչը, որ, ասենք, դա հենց դուք այդքան ես վստահ եմ ձեզ, բայց շատ անգամ մարդիկ իրանց ներքնաշխարհը չեն կարողանում, ասենք, արտահայտել, եթե կարելի է այդ ոնց եք զգում այդ բանը։ Գիտեք, ինքնավստահությունը մարդու մոտ ձևավորվում է ոչ միայն իր գործելու ոճից կամ իր կարողություններից, ինքը նաև ոգեշնչվում է իր տեսակի, իր նախնիների արարքից։ Երբ որ դու, ասենք, ունենում ես աշոտ երկաթ, ով կարող էր, ասենք, 30 հոգով 2200 հոգու քշել, սպանել, ջարդել։ Դու մտածում ես, որ, ահա, ուրեմն ես էլ կարող եմ, որովհետև այդ գենը իմն է։ Ես կարող էի, բայց վստահ չէի, բայց երբ որ կա օրինակն արդեն, օրինակը ինքը ես չգիտեմ աշխարհում դենց նման արքաներ եղել են թե չէ ինքը իր թիկնազորից ավել ոչ մի անգամ զորախմբով թե Վրաստան գնալուց թե Աղվան գնալուց երբ որ ապստամբություններ էր բարձրանում 200 հոգուց ավել մարդ չի տարել եւ դեռ 4000-անով բանակ է խեղճացրել երբ որ ես գիտեմ նման հրաշալի զորավար թագավոր եմ ունեցել ես արդեն իմ կարողությունը նաեւ գումարվում է վստահություն եւ ես փառավորվում եմ Ես սկսում եմ ինձ արժևորել, արդեն ես զգալ իմ ուժին տիրապետել եւ ես շատ հանգիստ կարող եմ սուր ճոճել։ Շատ հանգիստ, իսկ դա օգտակար է։ Գիտեք ինչի հարցը։ Ես այդպես ապրում եմ,
Դուք հասկանում եք այդ քարերի վրա քայլել է մեր զորեղ արքայից արքա Աշոտ Երկաթը։ Ես այդ քարերի վրա ոտք եմ դնում։ Ես ոչ չհպարտանում։ Հասկանում եք, դա ներշնչող է։ Աշոտ Երկաթը իմ են ամենաշատ այտենց գծված մի անձնավորությունը, որ եզակիտեք, որ իր սակավ մարդկանցով, բայց ինքը ահրելի մի աշխատանք, ահրելի մի բան կատարեց, որ դա իրոք աշխարհում ես չգիտեմ Մարդը 15 տարի ձյութամբից չի իջել։ Բառացի չի իջել։ Ու իր այդ 15 տարվա պայքարը հիմք դրեց, որ իրենից հետո իր եղբոր որդիները ինքը զավակ չունեցավ, որտեղ ձյութամբից չիջավ։ Իր եղբայրը, երբ որ Աբասը Աշոտ Երկաթից հետո թագավոր դարձավ, հետո նրա զավակները, թորները 100 տարի Հայաստանը ամուր մնաց։ Այսինքն Աշոտ Երկաթի դրած այդ 15 տարվա հիմքը 100 տարի ձեն տվեց։ Հետո նոր Աբասի ծորները բաներ եկան, կիսեցին, քանդեցին, բան արեցին, Բյուզանդիայի հետ վերջը կտակ, հասկացեք մինչև այդ, բայց այդ 100 տարին Աշոտ Երկաթը դրած հիմքն է պահել։ Հասկանում եք, ես դրանից 1000 տարի է հեռացել։ Իրա եղբոր թորներ ծորները 100 տարի են հեռացել, որ կարող էին պահել, բայց ես այսօր այդ 1000 տարվա հեռավորությունից ապրում եմ ես, դա ոգևորվում եմ, ոգեշնչվում եմ, հասկանում եք։ Ես դրա համար եմ վստահ, որ Ալիևն ում շունն է։ Դա է ինձ վստահություն տալի, Էրդողանը կամ Պուտինը ում շունն են։ Գիտեք ինչի հարց տվեցի, որտեղ ըստ ես նկատեցի իմ համար զուգադիպություն չկա։ Իմ համար գոյություն ունի, որ ստույգ ամեն ինչ հասկողության տակ է ի վերուստ։ Ես նկատեցի մի բան, որ դուք որ ասացիք դեպի վանքն էի քայլում եւ այդ զգացմունք ունեի ամեն անգամ ես այդտեղ երկու բան տեսա ձեր պատմածի մեջ Աշոտ Երկաթի այդ խիզախությունը եւ դեպի վանք քայլելուց իր հավատքը, իր հզորությունը ես կարծում եմ, որ այդ երկուսը ամբողջված է մեկի վրա եւ դա հիմնական կորիզն է եղել, դա իմ կարծիքն է, գուցե դա ճիշտ կարծիք է, որտեղ մեծը նժդեղն էլ ասում, չէ՞, իմ հոգին զույգ է նրան ունի։ Այո, ճիշտ է։ Հայրենիք եւ հավատ։ Այո։ Այդպես է եղել։ Իսկ այսօր վարով ճշնամի շատ լավ ուսումնասիրելով, որ հայ հոգևոր է եւ անպարտելի է եւ սպորտում են այսօրվա օրով։ Չէ, իրենց կործանել հոգևորը, բայց մենք անմահ ենք։ 20 թվից սկսած արդեն 5 տարի է անցել։ Դեռ իրենք մեզ չեն կոտրել։ Պատերազմը հաղթելով մենք մեզ պարտված չենք զգում։ Դա իրենց համար վախ է։ Այսինքն ոգու խնդիր կա, իրենք հասկանում են, որ մենք ճակատամարտում տանուլ ենք տվել, բայց չենք պարտվել։ Մենք մեզ պարտված չենք համարում։ Եվ ի հակառակ Նիկոլի Ղարաբաղն Արցախ չենք ասում, ասում ենք Արցախը Հայաստանը եւ վերջ։ Արարատը մերն է, մեր հայրն է։ Այս տեսնում եք խշնամին, չէ՞։ Տեսնում հասկանում ես, մեր ժողովուրդը չի կոտրվել։ Գիտեք, դուք այն անգամ մի մեջ վերում բերեցիք, շատ տիպիկ էր, որ եւ որ հայկական պետությունը կործանեցին եւ 200 տարի հետո Բագրատունիները նորից ոտքի ելան եւ վերականգնեցին ամբողջ հայոց երկիրը։ Այստեղ նորից գալիս են, որ դարերը նույնիսկ որ մեր պետականությունը, որ մեր հոգևոր ուժով մենք նորից վերածնվում ենք եւ նորից մենք կանգնում ենք մեր սուրբ հողի վրա։ Մեր հողը իրոք սուրբ է։ Իսկ այդ հողի վրա ապրողները սնվում են այդ սուրբ ուժից եւ անպարտելի են։ Եվ վերջ։ Համոն Շնորհակալություն ուշադրության համար։